հանրահավաքին եկել ենք այն ակնկալիքով, որ օրինաց երկիր կուսակցության ղեկավարի աջակցությամբ եւ բոլոր կուսակցականների եւ հասարակության բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, կնպաստենք, որ հայ ժողովուրդը ապրի ավելի բարեկարգ վիճակում, այսինքն այն տնտեսական վիճակը, որը տանում է ծայրահեղության, կկարգավորվի, որովհետև ժողովուրդը ի վիճակի չի, այդքան քամվելու, մզվելու ի վիճակի չի, եւ հույս ունեմ, որ վերևի իշխանությունները մի օր հետ կտնայեն, ես չեմ առանձնացնում որևիցե մեկին, ես ամբողջական իշխանության այն հատվածը նկատի ունեմ, որոնք այն օրենքն են առաջ քաշել, որի շնորհիվ պետք է թանկացվեն եւ գազը եւ հոսանքը, իսկ այսօր մեր հայ հասարակությունը այնպիսի սոցիալական վիճակի մեջ է գտնվում, որ ի վիճակի չի։ Ես անձամբ ինքս ունեմ 2 բալիկներ, որոնք ուսանող են, եւ ես հասկանում եմ, որքան էլ ցավալի է, մենք ի վիճակի չենք նման հոգսերի տքնաջան չեմ կարող ասել ինչպես կարող ենք հասնել եւ հուսով եմ, որ շատ շատերը, հուսով եմ, որ մի օր լավ կլինի, մեր ձայնը կհասնի ղեկավարությանը։ Առանց մեկնաբանության։ Հանրահավաքին ինչ ակնկալիքներով եք եկել։ Ոչ մի բանի, հավատ չունենք։ Եկել ենք տենանք ինչքան է խաբելու ժողովրդին։ Դա խաբուսիկ է։ Այո, աղջիկ ջան, ինչ արի։ Կարծում ես հավատ, որ եկել ենք հավատում ենք։ Որին հավատանք, թանկացմանը հավատանք, թե արտագաղթմանը հավատանք։ Ժողովրդի ապագայի լավ ապրելու համար։ Եվ հույսեր եք կապում ՕԵԿ-ի հետ։ Հույսեր են կապում, միակ կուսակցությունն է, որ հույսեր են կապում։ Իսկ ՕԵԿ-ը մինչև վերջերս կոալիցիայում էր, այսինքն որոշակի Նեղված էինք դրանից, բայց հավատով նորից միացել ենք։ Նախկին կուսակցական էի, ճիշտ է, հավատքս մի քիչ կորցրել էի, բայց հիմա մեծ հաճույքով միացել եմ, հավատում եմ, հուսով եմ, որ հավատս տեղին կլինի։ Ժողովրդի համար ենք եկել հանրահավաքի։ Այսինքն օրինակ երկիր կուսակցության հետ կոնկրետ ինչ հույսեր եք կապում եւ ինչ ակնկալիք։ Կուսակցությունների հետ կապված։ Բարձրացումը շատ մեծ կոպիտ ասած ապտակ կլինի մեկ անգամ եւս ժողովրդին։ Համաձայն չեք ինձ։ Այսինքն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պայմանավորված եք այսօր։ Այո, 13 տարի կուսակցության անդամ եմ։ Հուսով եմ, որ ինչ-որ բան կփոխվի էլեկտրաէներգիայի հանվածում, որ չի լինի։ Առաջ մեզ տեղյակ չենք։ Այսինքն ինչու եք եկել։ Ես չդեմ ինձ բան մի հարցրա։ Մենք Գյումրից եք եկել, անձիշան, էլ տեղյակ չենք ինչ ենք եկել։ Հետո կիմանանք ինչ ենք եկել։ Մենք եկել ենք հանրահավաքի մասնակցելու, բայց թե նպատակին չառաջ մեզ տեղեկություն չունենք։ Չգիտենք, տեղյակ չենք, հենց պատահական եկանք ստեմ ենք, տեղյակ չենք ինչ հանրահավաքը։ Եկել ենք էներգիայի եւ գազի սակագնի թանկացման դեմ պայքարելու համար։